Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարած Վարդանյան եղբայրները շարունակում են մնալ ձերբակալված։ Ըստ փաստաբանների, չնայած նրանց դեռևս պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, հնարավոր է, որ իրավապահները գործ հարուցեն միանգամից 2 հոդվածով։ Փաստաբանները նշում են, որ 18 տարի նոր բոլորած երիտասարդները դպրոցական են եւ ունեն բարձր առաջադիմություն, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը արդեն ներկայացվել են։ Ընդհանրապես համաչափության մասին խոսք չէր կարող լինել։ Երեխեքին եթե ասեն եկեք գնում ենք կամ եկեք այս ժամին ներկայացեք կամ եկեք գնում ենք, երեխեքը անպայման կգային։ Չէին էլ պատկերացնի, որ չպետք է իրանք գնան։ Իրանք չեն էլ հեռացել աղը։ Ի վերջո իրենք տարածքից չեն գնացել, դա միջադեպից, հա, միջադեպից մի ժամից հետո է այդտեղ։ Կոնկրետ եկել պատարագին են։ Դա անգամ իրավական տեսանկյունից չի կարող խոսք գնալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի մասին։ Երեխաները օրհնությանը պետք է մասնակցեին, որը չհաջողվեց, իսկ այդ ձևով կոպիտ ձևով բերման ենթարկել։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին։ Ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ։ Ուր եք տանում երեխեքին, ինձ ասում է պայմանագիրը ցույց տուր, որ ասեն ուր ենք տանում։ Փաստաբանները նաև նկատել են, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցում զբաղվում էր քաղաքական քարոզչությամբ, բաժանում իր պատկերացրած Հայաստանի քարտեզի բրոշները։